Իրանի նավթի նախարարության ազգային գազի արտահանման ընկերության տնօրենը վերջերս հայտարարել էր, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում։ Նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ։ Այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվան Զախարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին ասաց, որ Երևանում դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան քառակողմ բանակցությունների ժամանակ այս հարցին անդրադարձ չի եղել։ Քառակողմ բանակցությունների շրջանակներում, որը տեղի ունեցավ Հայաստանում, Երևանում, այդ թեմայով քննարկումներ չեն եղել։ Ինչպես դուք մենք նույնպես տեղեկացված ենք, որ Վրաստանի եւ Գազպրոմի միջև բանակցություններ գնում են, կոնկրետ բանակցությունների հետ կապված, արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա։ Հայաստանի հետ բանակցություններ տարվել են, չեն տարվել։ Նշենք, որ եթե Իրանի պաշտոնական հայտարարության համաձայն իրանավրացական գործարքն իրականություն դառնա, դա թույլ կտա, որ հայ-իրանական գազատարն ամբողջ հզորությամբ օգտագործվի, հետևաբար եւ Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրոէներգիայի ծավալը կմեծանա։ Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արա Պապյանը գալայի հետ զրույցում հիշեցնում է, հայ-իրանական գազամուղը պատկանում է Գազպրոմին, եւ Ռուսաստանը կհամաձայնվի այդ գազամուղի օգտագործման այն պայմաններին, որոնք բխում են իրենց շահերից։ Ամենայն հավանականությամբ, այո, Վրաստանը ուզում է գազ առնել Իրանից, դրա մասին տարբեր տեղեկություններ կան, այն մասին, որ Ադրբեջանը այլևս չի կարողանում գազով բավարարել Վրաստանին, բացի այդ Վրաստանը բանակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի փողով ստանա այդ տարանցման վճարը եւ ոչ թե գազի տեսքով որ կար։ Սրանք իհարկե այդ ցուցանիշներն են, որ ուզում է Իրանից առնել։ Բայց թե ինչքանով Հայաստանը կկարողանա օգտվել, սա արդեն միայն մեզանից կախված չէ, կախում թե մերոնք ինչպես կբանակցեն Ռուսաստանի հետ, որովհետև նախ այդ գազամուղը, որը Հայաստան-Իրան կապում է այսօր Գազպրոմի տնօրինության տակ է, առաջին, եւ եթե Գազպրոմը համաձայն մինչև իսկ գազը Վրաստան անցնի, որտեղ ինքը այդտեղ շուկան չի կորցնում, այսպես թե այնպես չունեն, քիչ հավանական է որ կհամաձայնվի, որ հայաստանյան շուկայում եւս Իրանի գազը վաճառվի, որովհետեւ ինքը պիտի այդ չափով իր շուկան կորցնի։ Բացի այդ բաշխի ցանցը Ռուսաստանի տնօրինության տակ է, այսինքն եթե մինչև իսկ ենթադրենք ինչ որ մի ձևով գազը Հայաստան կհասնի, եթե բաշխի ցանցերը, գազի բաշխի ցանցերը չուզենան չեն լինի։ Դա համար ես ճիշտն ասած, այսպես ասած, խիստ կասկածով եմ վերաբերում, որ Հայաստանը կկարողանա օգտվել այդ հնարավորությունից։ Հիշեցնենք, Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել դեռևս 2007-ին։ Նախապես հայտարարվել էր, թե գազամուղի տրամագիծը 1200 մմ է լինելու։ Կառուցվեց սակայն 700 մմ-անոց։ Իրադարձությունների նման հանգուցալուծումը շահեկան էր Ռուսաստանի համար, քանի որ այսպիսով նվազեցվեց Հայաստանի այլընտրանքի հնարավորությունը։ Ցանկացած ասպարեզում, ես բազմիցս դրա մասին խոսել եմ, այլընտրանքը կարևոր է, անվտանգության այլընտրանքը, գազի մատակարարման, էլեկտրականության մատակարարման, որտեղ նախ դու հնարավորություն ես այլընտրանքի հիման վրա բանակցելու եւ գներ իջեցնելու, մյուս կողմից եթե մեկը փակվի, արդեն մյուսը գոնե կունենաս։ Սա է, որ մենք կորցնում ենք ամենակարևորը, որտեղ փոքր երկրների համար բացարձակ անկախ երկրներ չկան, այլ որովհետեւ դու ուզենալու ես պահպանել քո անկախությունը, դու պիտի ունենաս հավասարազոր կախվածություն, այսինքն մի կախվածությանը հակադրես մեկ այլ կախվածությամբ, այսինքն այդ հնարավոր է որոշակի անկախություն պահպանել։ Իսկ այդ անկախությունը ինքնին այսպես մենակ մի վերացական հասկացություն չի, դա իր մեջ տարբեր բաղադրիչներ ունի, որոնցից մեկն է, ասենք, գազի անվտանգ մատակարարման բաղադրիչը։